Իմ հարմար տունը նոր սոցիալական ծառայություն հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագիրը իրականացնում է հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության և դարման սոցիալ առողջապահական հասարակական կազմակերպության միջոցով։ Այն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և Մարդը կարիքի մեջ հասարակական կազմակերպության միջոցով, որի գործընկերներն են Վիննետ Գորիս և Հայկական Կարիտաս կազմակերպությունները։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ որ Սիսիանում գործող մեր գործընկերոջ կազմակերպությունը իրացնում էր մանկան երազանք ծրագիրը։ Ծրագրի շրջանակում մեր բուժառուն բարելավեց բնակարանային պայմանները։ Ակնհայտ էր ազդեցությունը, որովհետև ավելացավ մոտիվացիան, ընտանիքի բեռը թեթևացավ։ Երբ որ այս ծրագիրը տեսանք եւ ազդեցությունը տեսանք, մեծ ոգևորությամբ համաձայնեցինք ծրագրի շարունակությանը, որովհետեւ եթե երեխաների համար այսքան դրական ազդեցություն ունեցավ, ինչն էր խանգարում մեծահասակների համար սա կիրառել։ Իմ հարմար տունը նոր սոցիալական ծառայություն հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հուլիս ամսից եւ իրականացվում է 3 փուլերով։ Առաջին փուլը դա հետազոտական փուլն էր, որ խնդիր ուներ բարձելու հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմանները, նրանց գործունեության միջավայրը։ Երկրորդ փուլը դա այդ հետազոտության միջոցով քաղաքականության մշակման կամ փոփոխության փաստաթղթի մշակումն է եւ երրորդ փուլը դա շահերի պաշտպանության աշխատանքներն էին, որոնք միտված պետք է լինեին Հայաստանում նոր սոցիալական ծառայության հիմանը համայնքային եւ պետական մակարդակում։ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմանների հարմարեցման հարցերը շատ քննարկված չեն։ Գուցե ավելի շատ քննարկված են արտաքին միջավայրի, հանրային տարածքների հարմարեցման, մատչելիության հարցերը, սակայն տնային պայմանների հարմարեցման հետ կապված ծառայություններ, քննարկումներ, անգամ լայնածավալ հետազոտություններ չկային։ Հետազոտությունն իրականացվեց Սյունիքի մարզի 3 խոշորացված համայնքներում՝ Գորիսում, Սիսիանում եւ Կապանում, որին մասնակցեցին 122 մասնակիցներ։ Հետազոտության արդյունքները իրականացվել է 3 կտրվածքով։ Առաջինը շահառուների տնային միջավայրի հետազոտություններն էին, երկրորդը ոլորտի մասնագետների կարծիքի եւ առաջարկությունների ուսումնասիրությունն, երրորդը դրանք վերաբերում են միջազգային եւ տեղական փորձին, որոնք մեզ թելադրում են, թե ինչպիսի լուծումներ կարող է ունենալ Հայաստանում պետական եւ համայնքային նման ծառայությունը։ Երբ որ խնդիրը բարձրաձայնեցինք ծրագրի շրջանակում եւ փորձեցինք պատմել սրա կարեւորության մասին մեր գործընկերներին, պետք է ասել, որ մեծ ոգևորությամբ ընդունեցին սա։ Մենք ոչ միայն խոսեցինք հենց հաշմանդամություն ունեցող անձանց հետ, այցելեցինք նրանց տներ եւ դիտարկեցինք տնային պայմանները, այլ նաեւ քննարկեցինք սոցիալական համայնքային մասնագետների հետ դրանց դերի եւ դրանց ազդեցության մասին, ինչպես է տնային պայմանների անհարմար վիճակը ազդում նաեւ համայնքային կյանքում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության վրա։ Հետազոտության հիմքում վերցրեցինք անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին համադրելիության սկզբունքը, ուսումնասիրեցինք ոչ միայն հնաշարժողական խնդիրներ ունեցող, այլ նաև տեսողության, լսողության, հոգեսոցիալական, մտավոր եւ այլ խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմանները միջազգային եւ տեղական փորձի ուսումնասիրության հետ։ Մենք իրականացրեցինք նաեւ 3 հատուկ ընտրված երկրների՝ Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի եւ Էստոնիայի փորձը, որոնք տարբեր համակարգեր ունեին եւ համադրեցինք հետազոտության տվյալների հետ, որպեսզի հասկանայինք, թե որը կլինի լավագույն լուծումը Հայաստանի համար։ Հայաստանի Հանրապետությունում չկա հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմանների բարելավման եւ հարմարեցման ծառայություններ եւ նախկին խորհրդային միության տարածքում միայն Էստոնիայում կա նման ծառայություն։ Հաշմանդամություն ունեցող անձինք գերակշիռ մասը իրենց կենսագործունեության անցնում է տնային պայմաններում։ Ակնհայտ էր, որ տնային պայմանների բարելավումը էականորեն կնպաստի նրանց ինքնուրույնությանը, կենսագործունեությանը, նրանց իրավունքների իրացմանը եւ ծառայությունների ստացմանը նաեւ։ Բարև ձեզ։ Շատ կարևոր է նշել, որ անձինք, երբ որ երկար ժամանակ միևնույն պայմաններում ապրում են, իրենք անգամ չեն էլ նկատում, որ ինչ-ինչ բաներ իրենց համար այդքան էլ հարմարավետ չեն։ Իրենք արդեն փորձում են ադապտացվել տվյալ ստեղծված պայմաններին եւ
իրենք են հարմարվում արդեն իսկ ստեղծված իրավիճակին տան պայմաններին, այլ ոչ թե պայմաններն են փորձում հարմարեցնել իրենց։ Արդյոք դրան մուտքի առաջ կան խոչընդոտներ, որ քեզ խանգարում են, թե ոչ։ Տնային պայմանների բարելավման եւ հարմարեցման էական կարիք ունի հարցվածների 80-ից 90%-ը։ Հաշմանդամություն ունեցող անձանց 60%-ի դեպքում կային էական խոչընդոտներ տնից դուրս գալու եւ մուտքի համար։ 60%-ի դեպքում էլ հաշմանդամություն ունեցող անձինք չէին կարողանում օգտագործել իրենց տան սենյակները այնպես, ինչպես օգտագործում էին հաշմանդամություն չունեցող իրենց մյուս ընտանիքի անդամները։ Միայն 35%-ի դեպքում էր, որ անձը ինքնուրույն կարողանում է կենսագործել իր տնային միջավայրում։ Եթե տոկոսային հարաբերությամբ նշենք, ապա 80%-ով կարող եմ ասել, որ տնային պայմանները անհարմար են հաշմանդամություն ունեցող անձի համար։ Այն չնչին տոկոսը, որը որ նշեմ, որ քիչ թե շատ հարմարեցված է եղել, դա ընտանիքի անդամների ջանքերի շնորհիվ է։ Ընտանիքները, որտեղ երկար ժամանակ հաշմանդամություն ունեցող մարդիկ կան, բախվում են զանազան խնդիրների հետ։ Ինչն է խանգարում մարդուն գոնե իր տան շրջանակում անկախ ապրել։ Մենք առաջարկեցինք երկու մոդել ծառայությունը ներդնելու համար։ Առաջին սցենարը համայնքի վրա հիմնված մոդելն է, համագործակցելով միասնական սոցիալական ծառայության տարածքային մարմնի հետ։ Երկրորդը պետությունը պատվիրակում է մասնագիտացված կազմակերպությանը կարիքների գնահատման հիման վրա ամբողջ գործընթացը։ Երկու անհերքելի փաստ պիտի երկու մոդելում էլ հաշվի առնենք։ Առաջինը, որ ինչպիսի մոդել էլ ընտրենք պետական թե համայնքային, համայնքի թիմի մասնակցությունը այստեղ շատ կարևոր է։ Եվ երկրորդը, ինչպիսին լինի այդ ծառայության ներդրման մոդելը, պիտի հենված լինի անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ծառայությունների անվտանգության ծրագրի վրա։ Մենք երկմոդելանի ծառայություն ենք պատկերացնում, բաղկացած 3 բաժնից՝ փոքր հարմարեցումներ, միջին հարմարեցումներ եւ մեծ հարմարեցումներ։ Ծրագրի իրացումը իսկապես ունի մուլտիպլիկատիվ էֆեկտ, որովհետև ոչ միայն ֆինանսական խնդիրն է լուծվում, ընտանիքի մնացած անդամները ազատվում են իրենց հարազատի նկատմամբ գերհոգատարության այս դրսևորումից։ Մարդը ինքնուրույն է դառնում։ Պատկան կառույցներին տրամադրվել են նաև ֆինանսական գնահատումներ, մոտավոր ինչ կարժենա հետազոտությունը, ինչպես նաև քաղաքականության մշակման փաստաթուղթը տրամադրվել է շուրջ 45 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ նրանց գերակշիռ մասը միացել են այս նախաձեռնությանը։ Առաջարկությունը ձևավորվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավար կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա։ Կարելի է ասել, որ մենք ունենք բազմակողմանի հետազոտահեն առաջարկություն դրված սեղանին, որը ակնկալում ենք, որ դառնա պետական եւ համայնքային ծառայություն։ Վերջնական նպատակը նաև պետությանն է ուղղված, որովհետև երբ որ մարդու պայմանները բարելավում են, նրա ունեցած խնդիրը կարող է նաև չխորանալ, սա նաև կանխարգելիչ ազդեցություն ունի։ Միջավայրը դառնում է նաև անվտանգ, մարդու ընկնելու հավանականությունն է քչանում, զուտ առողջապահական տեսակետից բավական խնդիրների պակասեցում է գնում, մարդու ֆիզիկական առողջական վիճակը բարելավում է գնում։ Իզուր չի, որ ընտրված է ծրագրի անվանումը Իմ հարմար տունը։ Հուսով ենք, որ առաջիկայում մենք Հայաստանի Հանրապետությունում եւ համայնքներում կունենանք մեկ նոր սոցիալական ծառայություն, որը կլինի նաեւ իրավունքի իրացման միտված ծառայություն։